Տեժտաճատ այսօրվա աջակցության հետ կապված, խոսենք ինչ վտանգ եք դուք տեսնում, այսպիսի կարծիքներ կար, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո հերթը հասնելու է վեհափառին, դուք տեսնում եք այդ վտանգ, արդյոք Փաշինյանը կգնա դրան։ Տեսեք, բոլոր իրողությունները, երբ որ մենք պատմական ակնարկ ենք նետում, տեսնում ենք, որ պետությունները, ժողովուրդները, միշտ էլ իշխանությունները միշտ էլ ցանկացել են եկեղեցուն հաղթել հետևյալ կերպ, բռնաճնշումներով։ Սակայն մի բան են բաց թողնում, որ հոգևորականների հետ բռնաճնշումների լեզվամտածողությամբ չի կարելի խոսել։ Ինչու չի կարելի խոսել, որովհետև մենք ունենք պայքարի ոգի, մենք ունենք Քրիստոսով ստացած այն զորությունը, որը որ մենք կարողանում ենք հաղթահարել։ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված թղթում շատ գեղեցիկ է նկարագրում այդ ամենը։ Ասում է. ես քեզ ձեռնադրությամբ չտվեցի երկչոտության հոգին, այլ Սուրբ Հոգին տվեցի։ Սուրբ Հոգին, երբ որ մարդու մեջ գործում է, երբ որ մարդը թույլ է տալիս եւ մարդը Սուրբ Հոգով է առաջնորդվում, ինքը կարողանում է անհասանելի տեղերը շատ մեծ արագությամբ, շատ գեղեցկությամբ հաղթահարել։ Եվ դա տեղի ունենում, որովհետև Աստված է իրեն զորավիկ լինում, Աստված է զորացնում, Աստված է իր մեջքին կանգնած։ Տեսեք, շատ հետաքրքրական մի դեպք կարող ենք Աստվածաշնչից հիշել։ Ինչու մեր Տեր Հիսուս Քրիստոսին դատապարտեցին։ Հոդվածը ո՞րն էր։ Հոդվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հիսուս Նազովրեցի թագավոր հրեից։ Այսինքն, կարծես թե մեր Տեր Հիսուս Քրիստոսին դատապարտում էին պետական հեղաշրջում կազմակերպելու։ Տեսեք, սատանան իր Այո, նույն հոդվածն է, որովհետև տեսեք, սատանան երբեք իր գաղափարը չի փոխում։ Ինքը գործիքակազմներն է փոխում, բայց իր մտածելակերպը նույնն է, որովհետև գիտի, որ իշխանությունները միշտ հակված են աթոռին, այսինքն կարճած են աթոռին, որովհետև իրենց ամբողջ իրականությունը, իրենց ամբողջ ուժը այդ աթոռն է։ Երբ որ աթոռից զրկվեցին, որևէ իշխանություն չեն ունենալու։ Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես մեր Տերը հաղթահարելով, Գողգոթայի ճանապարհն անցնելով, մեզ իր ճանապարհը ցույց տվեց, որովհետև ասում է, եթե մեկ իր խաչը չվերցնի եւ ին ետևից չգա, իմ աշակերտը չի կարող կոչվել։ Այսինքն, երբ որ մենք ուզում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը լինել, ծառան լինել, ինչպես Պողոս Առաքյալն է Գաղատացիների թղթում ասում, ուրեմն մենք պատրաստ պետք է լինենք պայքարին։ Վստահաբար ես այդ երգը տեսնում եմ Աստծո օրհնությամբ, աղոթական վիճակով եւ բոլորի աղոթական վիճակով։ Այդ ամենը տեսնում եմ, աղոթում եմ, որպեսզի Աստված բոլորի սրտերը բացի, Աստված բոլորի սրտերի մեջ իր ապաշխարող հոգին ներդնի, որպեսզի հասկանա, որ մարդը չի կարող մարտնչել եկեղեցու դեմ, որովհետեւ եկեղեցին հիմնված է առաքյալների հիման վրա, որի անկյունակարը Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք, շատ-շատերը մոտեցան մեր Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցու վեմին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարսին, Սուրբ եկեղեցուն, բայց չկարողացան նրա հիմքերը խարխլել, որովհետև եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ է օժտված։ Տեսեք, երկրի վարչապետը շատ հակասական, հակաստվածաշնչյան մի հայտարարություն է անում, ասում է, ես նորոգելու եմ եկեղեցին։ Մարդկային բնությունը իրավունք չի կարող նորոգությամբ զբաղվել, որովհետև նորոգողը միայն ու միայն Աստված է։ Պողոս Առաքյալը հենց նորոգությունը հատկացնում է Սուրբ Հոգուն։ Միայն Սուրբ Հոգին կարող է նորոգել եկեղեցին։ Տեսեք, երբեմն ինձ հարց են տալիս, ասում են, դա արդարության ձայնն է, որ շատ նախկին քահանաներ դուրս եկան եւ իրենց բողոքի ձայնը հնչեցրեցին եւ եպիսկոպոսներին, վեհապար հայրապետին եւ մյուս քահանաներին մեղադրելով։ Երբ որ ուզում են, ես սա պատասխանը շատ պարզ եմ տեսնում, երբ որ ուզում են արդարության ձայնը հնչեցնել, նախ պետք է խոսեն իրենց մեղքերի մասին եւ ոչ թե դիմացինի մեղքերի մասին։
Աբա Դորոթոս ասում է որևէ մեկին մի քննադատիր, որովհետև դու տեսնում ես մեղքը, բայց չես տեսնում ապաշխարությունը։ Տեսանք մեղքը, ճիշտ հակառակը, մենք պետք է դիմացինի համար աղոթք բարձրացնենք։ Եթե որևէ մեկը ուզում է, որ քահանան, հոգևորականը կամ եկեղեցին կամ հավատացյալը առհասարակ որևէ մեկը ապաշխարության ճանապարհն ընտրի, որևէ մեկ իրավունք չունի քննադատելու, այլ ճիշտ հակառակը, միշտ աղոթական վիճակով մենք պետք է հաղթահարենք։ Տեսել ենք խնդիրը, շատ բարի, երկրի վարչապետը տեսել է որևէ մի խնդիր, ոչ թե եկեղեցում, որտեղ եկեղեցին չի կարող խնդիր ունենալ, եկեղեցին կատարյալ վարդապետություն ունի, այսինքն եկեղեցին երբեք աստվածաշնչյան ճշմարտությունից չի շեղվել, եւ այդ գրության մեջ եպիսկոպոսները երբ որ հանդես եկան ուղիղ վարդապետության, տեսեք, որևէ մի հոգևորական Վեհափառ հայրապետի գլխավորությամբ երբեք չի շեղվել ճշմարիտ վարդապետությունից, այսինքն ամենասուրբ երրորդության դավանանքից, եկեղեցու դավանանքից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացման դավանանքից, հարության դավանանքից եւ այլն։ Այլ տեսեք, այստեղ ամբողջ խնդիրը որն է, որ եթե տեսնում եք որևէ մի խնդիր, որևէ մի հոգևորականի, որևէ մեկի ապաշխարեք իր համար, խնդրեք իր համար։ Ճնշումներ է եղել նրանց նկատմամբ եւ այն ճնշումները, որ այսօր գործադրվում է կալանավորումները, Արշակ Սրբազանը կալանավորվեց եւ նաեւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են գնում հոգեվորականներին հանդիպում, ասում, որ պետք է զեղչի Վեհափառի անունը, այս ամենը ինչ ազդեցություն է ունենում նրանց վրա։ Տեսեք, կանոնական վստահաբար հիշում եք, մի քանի ամիսներ առաջ երկրի վարչապետը կանոնագիր կայոցը ձեռքը բռնած մտավ ազգային ժողով, հիշում եք։ Ես էլ եմ շատ լավ հիշում եւ կանոնագիր կայոցում հստակ պատասխաններ կա։ Նախ եպիսկոպոսները, երբ որ ըստ կանոնագիր կայոցի, ես կարող եմ ձեզ հոդվածը ուղարկել, կանոնագիր կայոցի եպիսկոպոսները առանց Վեհափառ հայրապետի իրավունք չունեն երկրի գլխավոր իշխանավորի մոտ գնալ։ Դա միայն կաթողիկոսն իրավունք ունի արտոնելու, բայց ինչպես հայտնեց եպիսկոպոսներից մեկը, Վեհափառ հայրապետը չի արտոնել։ Դա արդեն կատարյալ կանոնակարգի խախտում է։ Երկրորդը անդրադառնանք Սուրբ Պատարագին։ Սուրբ Պատարագի ընթացքում որևէ մեկը չի խմբագրել, որևէ մեկը չի գրել, դա եկեղեցին է իր ծոցում, իր հայրապետերով զարգացրել, աճեցրել եւ այս տեքստը մեզ բերել։ Եվ ինչ որ մի ԱԱԾ-ի աշխատակից պետք է կարողանա զեղչել պատարագը, ինչ է կարծում Աստված ինչպես պետք է վերաբերվի։ Աստծո վերաբերմունքը ինչ տեսակ պետք է լինի, երբ որ իր պատարագը, որը մարդկային պատմության ամենագեղեցիկ, գեղեցկագույն իրականությունն է երկրի վրա, Սուրբ Պատարագի նման որևէ մի ծիսարողակարգ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը պատարագվում եւ ինչ որ ԱԱԾ-ի աշխատակից, դա կլինի բարձրաստիճան, թե ցածրաստիճան, փորձի պատարագը զեղչել։ Ինչպես է ստացվում, որ այն հոգևորականները, ովքեր խնդիր են տեսնում եկեղեցին, հարցեր են տեսնում, որոնց համար լուծումներ պետք է լինի, լուծումների համար ճանապարհը Փաշինյանի հետ են գտնում ճիշտ լուծել, քան օրինակ Վեհափառի հետ։ Ինչու չեն բացատրել օրինակ Վեհափառի մոտ, այլ գնում են Փաշինյանի։ Ես տեսնում եմ հետևյալ կերպ։ Ամեն ինչ պետք է մենք անդրադառնանք մենք ինքներս մեզ։ Յուրաքանչյուրս մեր սիրտը նայի, յուրաքանչյուրս կարողանա մեր սրտի նուրբ անկյունների մեջ նայի եւ այնտեղ սխալներ գտնի։ Երբ որ մենք ուզում ենք մեղավոր գտնել, ընդամենը մեկը կա։ Հայլու մեջ նայում ենք եւ այդ մեղավորին տեսնում ենք։ Դրա համար ես առաջարկում եմ ոչ թե որևէ մեկի միջոցով, աշխարհիկ իշխանավորի միջոցով լուծել այդ խնդիրը, այլ ճիշտ հակառակը՝ աղոթքով, պահքով, ճգնությամբ, պատարակներով, ժամերկություններով եւ վստահաբար Աստված մեր սիրտը կբացի, երբ որ մենք հարստում ենք մեր սիրտը Աստծո հանդեպ, ինչ ենք սպասում, որ Աստված ինչպես է վերաբերվելու մեր հանդեպ։ Մենք մեր սիրտը քարացրել ենք, մեր սիրտը ապաշխարությամբ չի լցված։ Քահանաներից մեկը, նախկին քահանաներից մեկը ասում է, կարգալույց կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույց անել։ Գիտեք, սա աշխարհի ամենաանհեթեթ միտքն է, որ կարող են մարդկային պատմությունը լսել։ Ինչու եմ ասում, որովհետև տեսեք, այդ մարդը ձեռնադրվել է Սիոն Սրբազանի կողմից։
Սիոն Սրբազանը ձեռնադրվել է 2001 թվականին Վեհապար Հայրապետի կողմից։ Եպիսկոպոս է ձեռնադրվել, եւ միայն եպիսկոպոսը կարող է ձեռնադրել քահանա։ Ինչպես է ինքը կաթողիկոսին կարգալույց համարում, երբ որ ինքը ձեռնադրվել է մեկի կողմից, որ իրեն է ձեռնադրվել Սիոն Սրբազանը, Սիոն Սրբազանի կողմից է ձեռնադրվել, Սիոն Սրբազանը Վեհապար Հայրապետի։ Եթե Սիոն Սրբազանը, եթե ինքը կաթողիկոսին համարում է կարգալույց եղած, ուրեմն իր ձեռնադրությունը անվավեր է եւ այն Մյուրոնով է ձեռնադրվել, որ Վեհապար Հայրապետն է օրհնել։ Ուրեմն նախ եւ առաջ ինքը կասկածի տակ է դնում իր քահանայական կոչումը։ Երբ որ ինքը պատարագի ժամանակ զեղչում է Վեհապար Հայրապետի անունը եւ եպիսկոպոսի անունը, դա փաստում է մի բան, որ ինքը չի ընդունում իր քահանայական կարգը, նվիրապետական կարգը, որտեղ այդ ամենը եկել է Վեհապար Հայրապետից։ Վեհապար Հայրապետն է ձեռնադրել եպիսկոպոսներ եւ օրդնած Մյուրոնով է, որ մենք կարողանում ենք քահանայագործվել։ Շնորհակալ եմ, որ նավաստառել եք։